Yes, we do agree that there's still a lot of oligopolies and monopolies in Armenia. Այո, մենք համաձայն ենք Հայաստանում դեռևս շատ օլիգոպոլիաներ եւ մոնոպոլիաներ կան։ Հայաստանը զգալի առաջընթաց է ապրել, անցումը կենտրոնացված պլանային տնտեսությունից շուկայականին երկար գործընթաց է։ Արդեն իսկ ստեղծվել եւ գործում են շուկայական մեխանիզմներ, սակայն շատ ոլորտներում մրցակցության պակաս կա։ Շատ ոլորտներ վերահսկում են 1 կամ 2 խոշոր ընկերություններ եւ այո, մենք լիովին համաձայն ենք Համաշխարհային բանկի գնահատականների հետ։ Այս խնդիրը պետք է արժանանա կառավարության լրջագույն ուշադրությանը։ Companies that have a monopoly or an oligopoly. So we fully agree with the World Bank that this is something that should deserve the highest attention of the government. The problem is that these large taxpayers are not paying enough taxes. Խնդիրն այն է, որ այդ խոշոր հարկատուները նրանց մեծամասնությունը բավարար չափի հարկեր չեն վճարում, այսինքն չեն վճարում այնքան, որքան պետք է վճարեին։ Այո, կարևոր է, որ բացառվի կոռուպցիան հարկերից խուսափելը, սակայն մենք կարծում ենք, որ հարկային ներկայացուցիչ ինստիտուտի կիրառումը ճիշտ լուծումը չէ եւ կարող է ավելի շատ կոռուպցիայի պատճառ դառնալ։ It's the right solution because it opens the door for even more corruption. Now, growth has been much more negative than anybody expected in Armenia. We initially were much more optimistic. Այժմ տնտեսությունը Հայաստանում ավելի բացասական է, քան որևէ մեկը ակնկալում էր։ Մենք սկզբնապես ավելի լավատես էինք, բայց տնտեսության տվյալները գնալով ավելի բացասական են դառնում։ Դա մասամբ պայմանավորված է շինարարության հատվածի անկմամբ, օրինակ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում անկումը մոտավորապես 18% էր, որի 14%-ը կապված է հենց շինարարության ոլորտի անկման հետ։ Growth was approximately -18%. Out of those -18, approximately -14 was just purely the result of this drop in construction sector output. Եթե դուք դիտարկեք ընդհանուր պատկերը, մենք հավատում ենք, որ դա այնքան էլ վատ չէ, որքան երևում է. As bad as it looks, we believe. If you compare, for example, September. Եթե մենք համեմատենք օրինակ այս տարվա սեպտեմբերի հնայի տվյալները անցած տարվա նույն ամսվա հետ, պատկերը շատ վատ է, 18% անկում, բայց եթե այս սեպտեմբերը համեմատենք նախորդ ամսվա օգոստոսի հետ, նկատվում է, որ անկումը մոտենում է 0-ի։ Rate of growth is already start to be close to 0. Now, for the future, I agree that it's not obvious that the government should invest more in the construction sector because Եվ առաջիկայում ես համաձայն եմ, որ կառավարությունը չպիտի մեծ միջոցներ ներդնի շինարարության ոլորտում, քանի որ պահանջարկը շատ մեծ չէ, ինչպես դուք ասում եք։ Սովորաբար շինարարությունն ավելի շատ սպառում է ենթադրում, քան ներդրում։ Ես հավատում եմ, որ կառավարության համար ավելի հեռանկարային է ներդնել ենթակառուցվածքների, ճանապարհաշինության եւ այլ ոլորտներում, ինչը կօգնի զարգացնել տնտեսության արտադրական պոտենցիալը։ Will actually help to increase the productive potential of the economy.